Ոչ մի ձևի ողջունելի չէ։ Փաշինյանը րոպեներ առաջ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախարարական ցեմենտը պետականացվելու է հեծի օրինակով, ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու եւ այն աշխատակիցները, ովքեր պատվերով ակցիա են իրականացնում, իրենք ազատվելու են աշխատանքից։ Ինչ կարծեք, ինչն անելու։ Ոչ մեկ ստեղ պատվերով ակցիա, մենք մտածում ենք մեր համար, մեր ընտանիքի համար, մեր աշխատավարձ ստանանք, մեր վարկերը փակենք, մեր ընտանիքը պահենք։ Իսկ քաղաքականությունը մեր հետ ինչ գործ ունի։ Մեր գործը չի քաղաքականությունը։ Էլի ես այն ժամանակ էլ ասում, մեր գործը մեր գործարանն աշխատելը։ Ինչ ոչ մեկն մեզ ոչ կանչելա բերել ասեք, ոչը մենք որից է մեկին ենք կանչել։ Մենք մեր ցանկությամբ Ուզեն գանք, ուզեն չեն գա։ Իրանց աշխատավարձն են պաշտպանը, իրանց աշխատանքն են պաշտպանը։ Եկեք դուք խոսացեք, քնարիք, եկեք, նա իրանց հարցրեք։ Ինչ կարծեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, սպառնում եմ, ովքեր որ գնացել են պատվերով ակցիա իրականացնելու։ Մենք դրանից տեղեկացված չենք, մենք մեր աշխատանքի, մենք ակցիա չենք կատարում, մենք այդպես մեր աշխատելն է։ Մենք աշխատենք, աշխատավարձ ստանանք, մեր միայն այդ ենք։ Նիկոլ Փաշինյանը ասում է նաև, որ պետականացնելուց հետո աշխատողներին կազատագրենք։ Հիմա դուք գոհ եք պայմաններից։ Ազատագրել հիմա ինչ է, մենք ինչ ենք անում։ Մենք աշխատում ենք, ազատագրելը ո՞րն է։ Մեզի մեր աշխատանքն է հետաքրքիր։ Նույնիսկ պետականացնելուց հետո եք պատրաստվում։ Դե եթե ես աշխատող եմ, ինձ համար աշխատանքն է կարևոր, որ ես աշխատեմ, իմ պետականացնելը ո՞րն է։ Մենք քաղաքական ոչ մի բան մեզ չեն խառնում, մենք ընդհանրապես մեր Բայց արդյոք քաղաքականության հետևանք չի, որ այս պահին դուք գործազուրկ եք, կոնկրետ այս պահին։ Դե ես չգիտեմ, երևի չէ։ Մենք քաղաքականից ներողություն, ես բավարարեց, որ ես այսօր եկել եմ իմ աշխատանքն պահանջում։ Որ ես աշխատեմ, տանեմ ընտանիք պահեմ։ Ես քաղաքականության հետ գործ չունեմ, ոչ մի բան։ Հա, գործ չունենք, այսօր մենք մեր աշխատանքն ենք ուզում։ 45 տարի աշխատել եմ։ Ես այսօր իմ աշխատանքն եմ ուզում ու շատ գոհ ու շնորհակալ եմ, որ աշխատել եմ ստեղ։ Ու վերջ, էլ բան չունեմ ասելու։ Իսկ այս գոհացեք Տեխնորենի պարզաբանումը, որ նշեցեք քրոջան ծմածանի աշխատանքը վերականգնվելու է հերթափոխով։ Այո, շատ ուրախ ենք, որ հիմա մենք պետք է աշխատենք։ Իսկ ներողություն, եթե օրինակ ձեզ չի մտահոգում, եթե հնարավոր էր այս կերպանել գործանի աշխատանքը ընդհանրապես չկասեցնել, ինչու այդպես չէին արել 4 օր շարունակ դուք մնացիք անաշխատանք, գործարանը կրեց վնասներ։ Մենք ոչ մի բան չգիտեինք։ Մեզ չթողեցին ներս մտնեին։ Բանվորները մնացել էին դուրսը։ Մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Բանվորների կեսը մտան ներս, կեսը մնացին դուրսը։ Ու տենց էլ կանգնա, բա չէին կարող բանվորի աշխատել, եթե դուրսն էին մնացել։ Եթե փակելա չի թողում ներս մտնեն։ Սմենը Ինչ անեն։ Դրա համար գործարանը կանգնեց։ Ապրեք շատ։